ԼՂ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության անցկացրած հարցախույզի տվյալներով երիտասարդության արտագաղթի ու չեմ ստանալու պատճառներից ծանրակշիռը աշխատանքի բացակայությունն է։ Բազմաթիվ երիտասարդներ համապատասխան աշխատանքի փնտրտուքից հետո կյանքում իրենց տեղը չգտնելով բախտ են որոնում օտար ափերում։ Երևույթը կանխարգելող միջոցառումների շրջանակներում որոշվեց անցկացնել Արցախի երիտասարդական կադրային ռեզերվ մրցույթը։ Ստեղծել, ձևավորել երիտասարդ մասնագետների մի տվյալների շտեմարան, այն նպատակով, որ հետագայում այդ մասնագետները կարողանան իրենց զբաղվածության հարցը լուծել, ասենք, մեր նախարարության օգնությամբ կամ միջոցով։ Խոսքը վերաբերում է և պետական հատվածում նրանց հետագա աշխատանքի տեղավորման և ինչու՞ չէ նաև մասնավոր հատվածում։ Մրցույթը, որ մենք նախաձեռնել ենք, իր տեսակի մեջ փաստորեն աննախադեպ է, այդպիսի բան մենք դեռևս մասսայական չէինք իրականացրել։ Մրցույթը կիրականացվի փուլերով, ստացված հայտերի վերլուծությունից հետո կկազմվեն առաջադրանքներ գործնական խաղերի, իրավիճակային խնդիրների լուծման, փորձաշրջանների կազմակերպման ճանապարհով հաղթողները կընդգրկվեն կադրային ռեզերվում։ Ամսի 25-ից արդեն կսկսվի ստացված հայտերի մշակման և վերլուծության փուլը և ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում կանցկացվեն ոլորտային, այսպես ասած, մրցույթներ, որոնց կհրավիրվեն որպես փորձագետներ տարբեր ԼՂՀ և Հայաստանից մասնագետներ, նրանք էլ կորոշեն հայտատուների և գործնական որակները և ինչու՞ չէ նաև անձնային որակները, որովհետև հայտնի է, որ գիտելիքներից բացի, որպեսզի աշխատանքային նորմալ հարաբերություններ, նորմալ մթնոլորտ ստեղծվի, պետք են նաև համապատասխան անձնային որակներ։ Փորձագիտական հանձնախմբում կընդգրկվեն ինչպես տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ, այնպես էլ հոգեբան ու պոտենցիալ գործատուներ։ Հոգեբանի դերն այս ամենում աշխատանք փնտրողին կողմնորոշվելու հարցում օգնելն է։ Գաղտնիք չէ, որ շատերը կրթություն են ստանում ծնողների հորդորմամբ, այնինչ ընտրած մասնագիտությունը նրանց սրտով չէ։ Ավելին, իրենց անձնական հատկանիշներով նրանք այլ մասնագիտություններում հմտանալու հակում ունեն։ Մրցույթը նրանց անձնական որակների հաշվառմամբ նոր մասնագիտություն ընտրելու ու նրանում հմտանալու հնարավորություն կտա։ Մենք կարող ենք մասնագիտությանը համապատասխան ընտրել կադր, այսինքն կադր, որը համապատասխանում է և անձնային որակներով, և մասնագիտական որակներով, և նա ընդունակ է և հնարավորությունների սահմանում է նվազագույն ժամանակում տալ առավելագույն արդյունք։ Այստեղ մենք կարող ենք այս երիտասարդների մեջ բացահայտել որակներ, որոնք իրենք էլ չգիտեն, ամրացնել նրանց եսը, ուժեղացնել նրանց եսը, որոշ կարծրատիպեր, ստերեոտիպեր ուղղակի քանդել, ապահովել շփում, ինքնահաստատում, որոշում կայացնել, ինքնավերլուծությամբ զբաղվել, կարողանալ ինքնավերլուծություն անել, ճանաչեն իրենք իրենց, ինչպես նաև ուրիշին, կախվածությունը միջավայրի կարծիքից մի փոքր նվազի, այսինքն ինքնահաստատվեն այս մարդիկ։ Եվ այսպես մրցույթին կարող են մասնակցել զարգացած ունակություններ, հաղորդակցվելու հմտություններ, առաջնորդի որակներ ու թիմում աշխատելու կարողություն ունեցող աշխատանք փնտրողները։ Ծրագրի շրջանակներում նախարարությունը համագործակցում է պոտենցիալ գործատուների հետ։ Աչքի ընկած երիտասարդները աշխատանք ստանալու ռեալ հնարավորություն ունեն։ Հաղթողներին սպասվում է նաև նախարարության խրախուսանքը։ Մրցույթի առաջին հոսքում մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել 20 երիտասարդ, հետագա հայտերի դեպքում չի բացառվում երկրորդ հոսքի կազմակերպումը։ Մարինե Մկրտչյան, Մերուժան Հայրապետյան, օր։